Ինձ այնպես է թվում, որ երեխայի ամենակարևոր ու առաջին գործը ծնողի համար միշտ աղոթելն է, երբ որ խոսքը գնում է ծնողին պատվելու մասին։ Այ մենք շատ ենք բողոքում, չէ՞, ասում ենք այսօրվա սերունդը շատ եսասեր է դարել, երեխեքը շատ էգոիստ են դարձել, բայց ախր մենք երբ ենք խոսում, երբ ենք մեր երեխաներին սովորեցնում փոքր տարիքից, որ բալիկ ջան, դու աղոթի քո ծնողների համար։ Մենք շատ ենք խոսում, որ ծնողները պետք է աղոթեն իրենց երեխաների համար։ Էդ էլ այդպես միշտ չի արվում։ Մենք շատ ենք խոսում, որ ծնողի աղոթքը շատ զորավոր է, որ ծնողը Աստծուց ողորմություն ու շնորհ է խնդրում երեխայի համար, բայց մենք շատ քիչ ենք մտածում այն մասին, որ ախր այդ երեխաներին պետք է փոքր տարիքից սովորեցնել աղոթել իրենց ծնողների համար։ Երեխաները դուք նկատել եք փոքր ժամանակ ինչքան անznուրաց են, հա? Օրինակի համար փոքր երեխա է, տեսնում ինքը երկու հատ ունի, կողքինը չունի, ինքը իրան ուզում է իրանից կտրի տա մյուսին, որովհետև իրենց մեջ այդ մաքրությունը դրված է։ Նրանք այնպես բաներ են տեսնում, որ մեծերը չեն տեսնում։ Եվ մեր Տեր Հիսուսն էլ ասում է, մինչև երեխաների պես չլինեք, չեք մտնի երկնքի արքայություն։ Ու այնպես է թվում, որ ծնողի համար աղոթելը երեխայի ամենաառողջ ու ամենաճիշտ գործն է, անկախ այն տարիքից, անկախ թե ինչ տարիքի է։ Հիմա ես հերթով այդ մասին կասեմ, բայց սիրելի ծնողներ, դուք որ լսում եք այս ձայնագրությունը կամ սիրելի երեխաներ, ծնողներ, կիսեք սա ձեր էջերին, որպեսզի ձեր երեխաներն էլ այս բաների մասին տեսնեն ու սովորեցրեք ձեր երեխաներին աղոթել իրենց ծնողների համար։ Այ թե դուք փոքր տարիքի երեխաներ եք, երեխեք ջան, տեսնում եք ձեր հայրերն ու մայրերը, պապաները, մամաները առավոտվանից երեկո վազվզում են, աշխատում են, բերում են, դնում են, ստեղծում են, իրենց շատ բաներից զրկում են, որպեսզի դուք ունենաք անհրաժեշտը։ Դրա համար պետք է աղոթել ու ասել. Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, ողորմիր իմ պապային ու մամային, ողորմիր իմ ծնողներին։ Սիրելի երիտասարդ ծնողներ, անկախ ամեն տարիքից դուք եք ծնող եք։ Աղոթեք ձեր ծնողների համար, օրինակ ձեզ մտահոգում է, որ շատ ծնողներ Տեր Հիսուսին չեն ճանաչում, իրենք այս կյանքը ապրում են առանց Աստուծո։ Դրա համար խնդրեք, շնորհ խնդրեք, ողորմություն խնդրեք Տեր Հիսուսից ձեր ծնողների համար։ Իսկ եթե ձեր ծնողները գնացել են այս աշխարհից, բա դուք չասեք, բա այդ մարդը կար, երեք կար, այսօր չկա, բա չկա։ Բա ինչ եղավ այդ մարդը։ Տեր Հիսուս, խնդրում եմ ողորմիր իմ ծնողներին, թեթևացրու նրանց վիճակը, նրանց երկնքի արքայություն շնորհի, որովհետև պատկերացրեք, եթե դուք բանտում հարազատ ունենաք ու ուզենաք իրեն ուտելիք տանել, դուք պետք է բանտապետի հետ լավ լինեք, չէ՞, այստեղ բանտապետը ոնց որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը լինի, ու ինքը շատ հոգատար, ողորմած, մարդասեր բանտապետ է, իսկ մեր հարազատները գտնում են իր մոտ։ Դրա համար պետք է աղոթել ու խնդրել նաև նրանց հոգիների փրկության համար։ Այնպես որ գիտեք, երեխան երբ որ աղոթում է իր ծնողին, դա նաև խոնարհեցնում է երեխաներին։ Այ մենք ինչքան մեծանում ենք, մեզ թվում է թե մենք ավելի շատ գիտենք, քան թե մեր ծնողը, չէ՞, բայց երբ որ մենք աղոթում ենք մեր ծնողի համար, դա էլ մեզ խոնարհեցնում է։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, միշտ աղոթեք ձեր ծնողների համար, Աստված օգնական։